Ազատել։ Տաքսի։ 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 Նկար չի դուք կարելի։ Աբովյանի վրա։ Այո, ցուցահանդես։ Խնդրեմ։ Վարպետ ազատեք։ Բայց գիտեմ աղջիկ ջան, երկու երիտասարդ 5 րոպեով ներս մտան այս մի ժամ մեջ կան։ Մի գնամ տեսնեմ ինչ եղան։ Պետք է ասել, որ այս կտավները, հատկապես որբեր պատկերաշարքը, Արմենիանի ստեղծագործության ամենաբնորոշ կողմն է։ Ահավասիկ։ Խնդրեմ։ Ասացեք, իսկ նկարիչը կենթանի է։ Այո, ապրում է Ֆրանսիայում։ Արևմտյան Հայաստանի այս որբ երեխաները արդեն 50 տարի է, որ իրենց ամեղ տխուր հայացքով նայում են աշխարհի շատ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսների այցելուներին եւ կարծես բողոքում են անարդարացի պատերազմների, գաղութային վայրագությունների դեմ։ Հիմա անցնենք մյուս կողմը։ Խնդրեմ։ Պողոս, գիտես, որ եղբորս տղան է։ Այն տղաները եւ այս տղաները նույն օրբանոցից են։ Համեցեք հիմա գավացուցեմ։ Բայց տեսեք ինչ այցելություն է։ Այո, բայց ոչ չէր պատկերացնում։ Մինչև Արմենիանը վերադառնա, ես զված եք երևում, ի՞նչ է պատահել։ Ցուցահանդեսը դարձրել են հասցեների ձևը։ Համբերեք։ Համբերեք։ Ներեցեք եկել, այնտեղ մի նկար կա, ուզեինք ստույգ իմանալ, որ օրբանոցից։ Չգիտեմ, նկարի տակ ամեն ինչ։ Մեզ թվում է թյուրիմացություն է, որովհետև հասկանում եք, շատ տարօրինակ մի բան կա, եթե կարելի է։ Այսօր մի քանի բացատրություն էլ ես եմ տվել։ Ահա այս նկարն է։ Տակ գրված է Էրզրումցի որբուք Հալեբ 20 թիվ։ Երուսաղեմից։ Ոչ, Էրզրումցի Հալեբից։ Պարզ է։ Գնանք, ես կիմանամ։ Վարպետ գնացինք, հա։ Գնացինք ասում։ Այ գնանք, ուրեք, ես մի ժամ ես եմ սպասում։ Մենք մի ժամ քեզ ենք գալիս։ Տղաներ վերևում չգիտեին երբ է վերադառնալու ծերուկը։ Ով? Արմենյանը։ Հա, երեք զանգ են տվել չեն գտել։ Իսկ փակմանը գոնե կգա։ Խոստացել է անպայման գալ, բայց ով գիտե։ Գնացեք, ես կվճարեմ։ Շնորհակալություն։ Տեսություն։ Ներողություն, այս նկարիչը երեխաներին տեսելու նոր է նկարել, թե այնպես հնարել է։ Ես ձեզ չհասկացա։ Ուզում եմ ասել, այս նկարիչը երեխաներին տեսելու նոր է նկարել, թե ոնց։ Այո, տեսել է ու նկարել է, իհարկե։ Դպրոցի մոտ կանգնեցրեք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ներողություն, մի բան էլ հարցնեմ։ Այո, խնդրեմ։ Այն որ գրված է 20 թիվ Հալեբ, նշանակում է այդ երեխաները 20 թվին եղել են Հալեբում։ Այո, հենց այդպես 20 թվին եղել են Հալեբում, նկարիչն նրանց տեսել է ու նկարել։ Ուրիշ ոչինչ։ Էրզրումցի այս երեխան 1920 թվականին եղել է Հալեբի ազգային որբանոցում, նստել է նկարիչի դիմաց ու այլ նկարել է։ Հետո են որ եղբայրս էլի Արամը։ Թե եղբայր թե չգիտեմ, բայց թորանը շատ են ման, ոնց որ նա լինի։ Բայց մի ժամ է ինչ եմ ասում, եղբայրս էլի Արամը։ Սպասիր, մի բան պարզենք։
Դուք որ թվին գաղթեցիք Էրզրումից։ Էրզրումից որ թվին, շատ լավ հիշում եմ, ոչ չեմ հիշում։ Դե, այս նկարը նկարելուց ուղիղ 2 տարի առաջ Էրզրումից գաղթելու ճանապարհին գիշերը հարամիները վրա տվին, մենք Արամին կորցրինք։ Իսկ հորաքույրդ ասում է, որ Արամը շատերի հետ գետում խեղդվեց։ Դրանցից նրան մեռած ոչ ոք չի տեսել։ Հետո ինչ իմանամ, թե եղբայրս էլ Հալեբ չի ասել։ Դե ասենք ով գիտի, ամեն բան կարող էր պատահել։ Չէ, նա ինքն է որ կա։ Եթե գտնվեր մի մարդ, որ այդ տարիներին եղած լիներ որփանոցում։ Չէ, ուր է, ինչ իմանամ։ Վայ տնաշեն, բա մեր տարիքի մարդկանց մեջ որփանոց տեսած հայ գտնելը դժվար է։ Ընկեր Մանվելյան, ձեզ է հարցնում։ Կարծում եմ այդպես չի լուծվի։ Մենք դեռ կանդրադառնանք։ Բարև ձեզ։ Ես այն Էրզրումցին եմ, որի մասին ձեզ հեռախոսով ասել եմ։ Ուրեմն ես կարող եմ հանձնել։ Մի նկարիչ է եկել Ֆրանսիայից։ Դուք Հալեբի ազգային որփանոցից եք, չէ՞։ Այո, եղել եմ որփանոցում։ Գուցե եղբորս կհիշեք նկարով։ Երկար չի տևի, ցուցանդեսում է, գնանք, ես ցույց կտամ։ Գնանք։ Կներեք ինձ։ Համեցեք իմ տաքսին։ Ոչ, ես իմ մեքենայով։ Դե լավ, դեպքում ես բացատրեմ։ Իմ հետևից արի։ Գիտեք, կարծես թե դեմքը հիշում եմ, բայց Հալեբի որփանոցում ես շատ քիչ եմ մնացել։ Քույրս ու փեսած գտնվեցին։ Սպասեք։ Դուք դիմեք Սամսոնին, Մուսալերցի Սամսոնին։ Նա շատ լավ հիշողություն ունի եւ երկար է մնացել որփանոցում։ Գիտեք, փոքր տղա էր, բայց ցաների կոշիկներն էր կարկատում։ Այ հիմա էլ Պողոտայի եւ Սպանդարյանի անկյունում կոշիկ կարկատելու կրպակ ունի։ Իջնում եք ցած, հենց ուղակի աջ անկյունում։ Հասկացա։ Բարևեք իմ կողմից խնդրում եմ։ Չմոռանաք։ Չէ, չեմ մոռանա։ Հիմա եք գնալու։ Հայ իհարկե, հենց հիմա եմ գնալու։ Համեցեք խնդրեմ։ Շնորհակալություն։ Կներեք, որ անհանգստացրի ձեզ։ Ներողություն, չգիտեք ես կոշկակար Սամսոնը։ Ես գնացի։ Առայժմս, չգիտեմ։ Իսկ որտեղ է ապրում։ Յարի էր պատրաստ։ Գալիս եմ։ Բա երբ կգա։ Ով գիտե, սպասեք կգա էլի։ Ազատ եք։ Զբաղված է։ Իսկ ինչու հաշվիչի չի աշխատում։ Ահա։ Մեքենան զբաղված է։ Ասիշկան ժողովուրդ կա, բարև ձեզ, բարև, շատ լավ է։ Լևոն ուր է։ Լևոն նով է։ Նկարիչը։ Նկարիչը քաղաքում չի։ Ոչ, լավ է, շատ լավ է նկարել մարդ, լավ է, շատ լավ է։ Բաքոն ուր է։ Իմն են կողմն է։ Հա, գնանք։ Վայ, միտես է։ Ինգեր Սամսոն։ Գոքամ։ Ասը։ Եկ իշեմ։ Մեր որփանոցն է։ Ասամ բանը չէ։ Արամ։ Արամ։ Յա, Արամն է։ Էրզրումցի Արամն է։ Էնպես էլ անուշկը երկե։ Հեյ, Արամ, հեյ գիդի հեյ։ Կհիշես։ Շատ լավ։ Ասիլ քո ինչն է։ Չգիտեմ ոնց որ ախպերս լինի։ Նման է ինձ։ Հա, նման է։ Շատ է նման։ Աչքդ լույս, ախպերդ գդար։
Էլ ինչ կուզես, բախտդ բերեց։ Հո, Բիթլիսին է, դերդերի տղան։ Լսեք, մի եկեք այստեղ, եկեք, ես Բիթլիսի դերդերի տղա Հագոպ։ Հեյ գիտի Հագոպ։ Մեկ րոպե կրնամ ցեզի նեղություն մտալ։ Ներեցեք, այս 4 տղաներեն, որ մեկն է Պողոսը։ Ով? Պողոսը։ Որ Պողոսը, որ պանոցում հազատ Պողոս կա։ Հաջենցի Պողոսը կսեմ։ Հաջենցի։ Այո։ Հաջենցի։ Հարգավ։ Ոչ։ Այստեղ հաջենցի Պողոս չկա։ Այս երկուսը եղբայրներ են, վանեցիներ։ Այս մեկը Սասունցի է, լավ կհիշեմ։ Իսա, ես տեսակել մարդու երես նկարեն, հեչ բան չես հասկնա։ Պողոսը չէ։ Պողոսն է։ Դու Պողոս կճանչնաս։ Հարգավ կճանչնամ, ինչպես չէ։ Պողոսի իմ հորեղբորս տղան է, ես շատ Դու Պողոս չգիտես եղբայրն Ինչպես ես չանում, Պողոսն է։ Հարգավ Պողոսն է։ Ծոսամարտը։ Դու Պողոս չգիտես։ Սևջեկի մեկն է ծոսամարտը։ Իսեր աստո գործիդ գնա։ Ներողություն։ Այնտեղ մի նկար կա, նայեք, գուցե հիշեք։ Գնանք։ Ես ինչ է։ Ինչ է պատահել։ Հալեբի որբերից է։ Ասե։ Այո։ Կեցի։ Սպասի։ Ինչ է հիշեց։ Արդանցի չէ, բայց գուցե եւ արդանցի։ Սամսո եղբայր։ Հա, իմ գործը վերջացնեիր նոր։ Աղբորդ գդարել ինչ կուզես։ Հա, բայց։ Բայցը ո՞րն է։ Գնա թերթի նամակ գրե, թող փնտրեն, ինձի լսե։ Գնա։ Նկարը մինա է, աղբերը թիմի 60 անց պիտի լինի։ Ինչ իմանաս աշխարհքի բանը, ամեն օր հաշիվ է։ Աչքդ լույս վազե։ Արամիկ, արի վերև, գնում ենք ցուցահանդես։ Դե հավաքվեք, շուտ արեք։ Ես էլ եմ գալու, պապի։ Իհարկե, բառանց քեզ։ Հասանք։ Տեր Աստված, դե պիտի խաբվիմ, հենց էստեղ հոգիս Լսեք, թե ինչ կասեմ ձեզ։ Ինչ է պատահել։ Սա ցուցանդես է, էլ այնպես չանեք, որ խախ ու խայտարակ։ Դիգն ամելի։ Մենակ ուր գնաս։ Եկեք։ Դե շուտ եկեք։ Արա, ինչ է պատահել։ Ձեր ինչ բանն է։ Դու այստեղ եղիր, հեռու չգնաս։ Այստեղ։ Աստիճանները։ Կանաչ խնդրեցի։ Երեխան ինչ եղավ ֆուկը։ Չգիտեմ։ Նոր այստեղ երևի մեր գնաց։ Մի րոպե երիտասարդ, եթե կարելի։ Այս է հորակույր, մոտանի որ լավ տեսնես։ Բան չեմ տեսնել։ Արամիկիս նման է։ Նման է, շատ է նման։
Նստիր։ Նստիր։ Հակիշորը ինչ գույնի է։ Կապույտ է, հորաքույր, կապույտ։ Մեջքին կարմիր կարկատան կա։ Հորաքույր, մեջքը չի երևա։ Դե մոտ գնա, լավ նայի, խնդրում եմ։ Կա, մեջքին կարկատան կա։ Եկ այստեղ։ Գնա իմացիր նկարիչը երբ է գալու։ Ասել է Արամս ողջ է եղել։ Տեր Աստված, ողորմությանդ վերնիմ։ Ողորմությանդ վերնիմ, Տեր Աստված։ Արի անունիդ մատաղ։ Մեղա, 1000 մեղա, որ ողջ մարդու վրա իսկանտարի սուկ եմ պահե։ Որտեղ տնեմ։ Երրորդ արկղը։ Այնտեղ։ Պարոն Արմենյան, նորից եկել այդ մարդը։ Ով։ Այն Էրզրումցին։ Հիմա ինչ է կանելու։ Տեղեկություն է ուզում իմանալ այդ երեխայի մասին։ Այո, գիտեմ։ Բարև ձեզ։ Արդեն 3 ամբողջ ընտանիքով քովս եկած էին։ Խոստացա հիշել, բայց կհասկնական շուրջ։ Ասացեք նրան ճշմարտությունը։ Չի պիտի կարենամ։ Ասացեք, որ նա ձեր քրոջ որդին է, որ իրենց փնտրածի հետ ոչ մի կապ չունի։ Այդպես գուցե ավելի լավ լինի։ Ինքս գաղթի ճանապարհը տեսած մարդ եմ եւ գիտեմ ինչ ասել է հարազատ կորսունցնելը։ Այդ դեպքում գուցե ես։ Դուք ինչ։ Հասկացնեմ մի կերպ, որ սա թյուրիմացություն է, որ նա ձեր քրոջ որդին է։ Բարեկամս, հույսը սպանելը հանցանք է։ Ներս հրավիրեք իրեն։ Բարի երեկո, նորից անհանգստացնում եմ։ Բարի երեկո, նստեցեք։ Բարեկամս, ես որոշեցի այս նկարը ժամանակավորապես ձեզի թողնել։ Եկող տարի նորեն պիտի գամ այնատեն հատ մկարտա նկարեմ ձեզի համար։ Իսկ սա կառնեմ ինձի։ Մեկը ձեզ, մյուսը ինձ։ Կրնակ տանել։ Տարեք։ Սա այնպես անակնկալ էր, չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ։ Դուք մեր եղբորը վերադարձրիք տուն։ Շատ շնորհակալ եմ։ Գնացեք։